ինչ անել, որպեսզի Հայաստանում տեքստիլի, կոշիկ, պայուսակ կարող կաշի մշակող ընկերությունները իրենց ճանապարհը գտնեն, հարկ եղած դեպքում փոխեն կամ երկարացնեն։ Դրսում ապրանքը Made in Armenia պիտակով կներկայանա թե արտապատվերով, էական չէ, կարևորը դրսի շուկայի հետաքրքրությունը մեզ վրա ուղղելն է։ Որպեսզի արտահանում կարողանաս իրականացնել, պետք է բարձրորակ արտադրանք ստեղծել։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շնորհիվ մի շարք գործարաններ կարողացել են մրցունակ որակ ստեղծել ու ապրանքը արտահանել։ Մեր արտադրանքը հետաքրքրություն ներկայացրեց եւ բարձրակարգ սեգմենտում, ինչպիսին օրինակ նորաձևությունը Վալենտին Լյուդաշկինի նորաձևության տանը։ Օրեր առաջ Հայաստանում էին նաև նորաձևության առաջատար Սմենա, Դիմանշ, կանցլեր ցանցերի ներկայացուցիչները։ Ես գնացել եմ Հայաստան, անձամբ ծանոթացել եմ կարի գործարանների աշխատանքին, ինչ խոսք որակը աշխատանքը հիանալի է։ Սմենա ընկերության տնօրենը երկու հայկական ընկերությունների հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել եւ պատվերներ տվել։ Այս անգամ պատվերներ ենք տվել Քանաքեռի կարի ֆաբրիկային եւ Տաշիրում գտնվող գործարանին։ Ձեզ մոտ Ռուսաստանի հետ համագործակցել ցանկացողները շատ են։ Նրանց հետաքրքրությունը ոչ միայն կաշխուժացնի արտահանումը, այլ նաև աշխատատեղեր կբացվեն։ Պատվերների քանակությունը այնքան մեծ կարող է լինել, որ աշխատի ոչ միայն 1 կամ 2 գործարան, այլ նաև 7-8 գործարան միայն մի ցանցի հետ։ Կարելի է ասել, որ ռուսական շուկան մեր թեթև արդյունաբերության համար հետաքրքիր եւ մեծ ներուժ ունեցող շուկա է։ Թեթև արդյունաբերությունը ինչպես կզարգանա, կախված է նաև նրանից, թե որքանով նպաստավոր կլինի հարկային դաշտը։ Մինչև գործարանները սպասում են նոր փոփոխությունների, դանիացի, ֆրանսիացի եւ ԱՊՀ երկրների գործընկերները նոր առաջարկներով զարգացման աշխուժ թվեր են պլանավորում։ Լիլի Դանիելյան, Զարա Օհանյան, Էդգար Դավթյան, Մոսկվա, Երևան, օրակարգ։